հանձնաժողովի աշխատանքի հետ չի կապված իմ խնդիրը եւ ոչ էլ ընտրողի, կապված է այս խայտառակ ցուցակների հետ, որ բերել այսպես փակցրել են այս պատերին։ Ինչ է նշանակում մարդը անծանոթ մարդու է տեսնում իր տան վրա, որևէ նախարար իր տան վրա կամ կենտրոնական դրական հանձնաժողովի նախագահը իր տան վրա անծանոթ մարդու կտեսնի գրանցված, կարծում եմ ոչ։ Իսկ ազնագրայինից նշեցիք, ինչ որ պարզաբաններ են տալիս, ինչու է այսպես ցուցադրվում։ Ես հիմա ձեր միջոցով դիմում եմ անձնագրային բաժանմունքին, խնդրում եմ հետևեք, տեսեք, արդեն թե պետ ուշ է, որովհետև մարդիկ գալիս են, մի մասը նյարդայնացած հետ է գնում, մի մասը զարմացած է հետ գնում, մի մասը թող հենց հիմա դիմում եմ անձնագրայինին, ճշտեք, ինչու են այս ցուցակներում այսքան անճշտություններ, 14 կոտորակ 13-ն է, եւ ես ընդամենը դեռ 2 ժամ է, որ ընտրությունը մեկնարկել է։ Արտասահմանցիները ընդ տեղամասում նկատել եք, որտեղ Երևանի ընտրություններում հնդիկներ, ռուսներ եղել էին մեծաթիվ։ Ես մեկ ընտրող եմ նկատել, ճիշտն ասած, եւ այդ պահին ես բնակչի հետ այստեղ էի եւ ես չիմացա ով էր, մեկ ընտրողի նկատել եմ։ Եթե անկեղծ, որ այլ լեզվով էր խոսում, չեմ կարող ասել, գուցե այստեղի գրանցում ունի, գուցե դա չեմ կարող հստակ ասել։ Շնորհակալ։ Ձեզ եմ շնորհակալ։ Համահայկական ճակատ կուսակցության վստահված անձ Ռուզանա Ստեփանյան։ Հիմնական խախտումները կապված են ընտրացուցակների հետ, որ այստեղ վաղաշաբաթ խոշորացված համայնքի այս տեղամասում 14 կոտորակ 13 տեղամասում ընտրողները գալիս են եւ զարմացած տեսնում են, որ օրինակ մեկի հասցեի վրա կա գրանցված մահացած մարդ, որը իր տան հետ բացարձակ կապ չի ունեցել։ Մեկ այլնի հասցեի վրա կա անհայտ ընտրող, որտեղից է հայտնվել երիտասարդ ընտանիք էր, փոխարեն է իր կնոջ իր կինը գրանցված լիներ ցուցակում, կինը չկար, որ համասեփականատեր էր եւ անձնագրայինում իրենք գրանցված էին տվյալ հասցեում, կար անհայտ ընտրող, որը իրենք զարմացան, թե ով է այդ անհայտ մարդը կամ ինչ անդրշիրիմյան կյանքից մարդիկ եկել գրանցվել են ուրիշի հասցեի վրա, իսկ ինչ էր անում անձնագրայինը, ես կարծում եմ համապատասխան գումար իրենց տրվել է եւ իրենք ի վիճակի են եղել ցուցակները, սա փոքր համայնք է, իսկ համապետական ընտրություններին ինչ կլինի, այստեղ հնարավոր էր այս մի քանի հազար մարդկանց անուն ազգանունները ճշտել ու պատշաճ ցուցակներ փակցնել, ես կարծում եմ, որ այս 2 ժամվա ընթացքում նման գործընթացները օրվա ավարտին կարող են բերել իրենց ազդեցությունը ընտրական գործընթացի վրա։